Նոր տարվա գիշերը դոմիկի մեջ եմ էլ է, ոչ նոր տարի եմ արել, ոչ էլ են, չոլի մեջ, լույսի մասին էլ չգիտեմ էլ արդեն։ Պատգամավորներին, նախարարներին պարգևավճարներ են բաժանում, բավականին խոշոր թվեր, օգնում են, սոցիալապես պետությունը օգնում է։ Մինչև նոր տարի դիմեցի Մեխակյանին, Նիկողոսյան Բարսեղն ասեց խելոք մնա ապաստանի հարցով, թե չէ քեզ ծերանոց կուղարկեմ։ Ինչու ինչ էիք ասում։ Չգիտեմ, ապաստան էի ուզում, կացարան էի ուզում, դոմիկի մեջ կեսը կա, կեսը չկա, տակը չկա, ջուր չունեմ, զուգարան չկա, բաղնիկ չկա, ջուրս է սառել էր։ Մի խոսքով ինչ ասեմ էլի, 21-րդ դար է, բայց այլ Անարդարություն չեք տեսնում, որ նախարարները իրենց բնորոշմամբ լավ աշխատանքի համար 6-7 միլիոն պարգևավճար են ստանում։ Դե բնականաբար այդ պարգևը այսօր եկել եմ որ երամսյակային նպաստը ստանամ ուշացել եմ պիտի դեկտեմբերին գայի ինսուլտ տարածեմ ես մի կողմս թույլ է ոտքերս չեմ զգում սրտի իշեմիկ հիվանդություն ունեմ 1000 ծևի այսենց հաստ անկետա ունեմ բայց չեմ կարողանում հաշվանդամության կարգ չեմ կարողացել հանեմ չգիտեմ ասացիք Մեխակյանին եք դիմել կասեք ինչ խնդրով եք դիմել դե դա ապաստանի անկյան հարցով էի դիմել որ դոմիկի մեջ եմ դոմիկի կեսը չկա տակը չկա բաղնիկ չկա զուգարան չկա ջուրը սառել է ասեց օգնին այն էլ ինքը հանձնարարեց Նիկողոսյան Բարսեղին չգիտեմ նա էլ ինչ ասեց մի ավտոկամազ փեդեմ բերի փեջ չունեմ հա այդ նայում եմ այդ փեդին ինչ վառեմ որ փեջ չկա չգիտեմ ասեց խելոք մնա քեզ խելոք բահա թե չէ քեզ ծերանոց կուղարկեմ ինչու էր այդպես չգիտեմ եկավ սպառնաց որ պետք է հարցից լուծում տանեին այնտեղ ապաստանի հարցով օգնեին չգիտեմ դաժան դժվար կյանք է էլի եկավ սպառնաց առաջիկայում ընտրություններ են ինչ սպասելիքներ ունեք ոչ մի սպասելիք էլ չունեմ չգիտեմ սաղ կմնամ թե չէ հազիվ գոյատևման պահ այսա գնում եմ ճաշարան որ մի աման ճաշ ուտեմ գոյատևեմ էսի ապրել չի այնքան որ խորը շունչ ենք քաշում ասում շնչում ենք որ չմեռնենք թե չէ ոչ մի լավ բան էլ չկա, որ մարդը փարոշ չի ստանում, որ մարդը թոշակ չի ստանում, նպաստ չի ստանում։ Այսինքն թոշակի տարիքի եք եւ թոշակ։ Չէ, թոշակ էլ տարիքի էլ չեմ 60, չգիտեմ։ Սպառնաց որ ինչա կացարանի հարցով դիմել էի Մեխակյանին, որ ասի շնորհավոր լինի ձեր ընտրել ենք ձեզ, որ մեր սպասելիքները գոնե մի փոքր իրականացնեք 21-րդ դարում մարդ կարա առանց զուգարան բաղնիքի առանց հիգիենայի չգիտեմ առանց ջրի որ ջուրը սառմա օձեր կային գյուլզա որ գոնե ձմեռվա այդ մի քան հա դոմիկի այդ չոլի մեջ է այդ դոմիկը գյուլզա օձեր էին մոտեցա դաշտ գյուղում հա մի հատ մի քանի բան այդ տատիկին էլ էր ուզեցեք գծի այդ օձը հիմա վախից արունը ջուրա դառնում է տատիկի չգիտեմ դժվար է շներ կան չգիտեմ էլի գոյատևում ենք էլի սենց էսի 21 կենցաղային ծախսերը հոգում շատ դժվար է բայց էդի թողեք չպատասխանեմ էլի Լիդա Գրիգորյան եթե բարի մարդիկ գտնվեն կարողանան մի փոքր մեր նմանների մասին մտածեն մեր երկիրը չի կործանվի նախարարներն էլ թող պարգևավճարներ չստանան մտածեն մեր մասին որ մարդիկ չեթան ինքնասպանություն անեն իրանց վերջը տան չգիտեմ դաժան դժվար է պարկում ենք չգիտենք շորերով քնում ենք շորերով 2-3 հատ գլխարկ ենք դնում շորերով պարկում ենք կուչ ենք գալի որ չսառենք ինչ անենք դիմանում ենք